Շատ ուրախ եմ տեսնել բոլորիդ։ Աստված փառավոր Աստված ա ու Աստված երբեք իր եկեղեցին տեղում կանգնած չի թողում։ Աստված իր եկեղեցու համար հզոր ապագա ունի։ Եվ ասեմ, նրանք էլ, ովքեր եկեղեցու մեջ են, Աստված նրանց համար հզոր ապագա ունի։ Ամեն։ Եկ հավատանք սրան։ Սա իրականություն է, սա ոգևորող, հոգեբանական խոսքեր չեն, սա իրականություն է։ Եթե դու Աստծո տան մեջ ես, ինչպես եկեղեցին ապագա ունի, այդպես է դու ապագա ունես Տիրոջ մեջ։ Ամեն։ Ու գիտեք, ծերնես, մեր Աստված ինքը միակ Աստվածն է, որ ուզում է իրեն հավատանք հիմնված սիրո վրա։ Գիտեք, բոլոր Աստվածները, եթե ինչ-որ մեկը նրանց հավատում է, Աստվածներ փոքրատառով իհարկե։ Նրանք ասում են հավատա եւ այս բանը կլինի, բայց ոչ մի այդպիսի Աստված իրեն հավատացողներին չի կարող ասել ես քեզ սիրում եմ։ Եվ ոչ մի այդպիսի հավատացող այդ սուտ Աստվածներից չի կարող իր Աստծուն ասել ես քեզ սիրում եմ։ Բայց մենք մեր Աստծուն կարող ենք ասել ես քեզ սիրում եմ ու գիտենք որ ինքն էլ ասում է ես քեզ սիրել եմ հավիտենական կյանքով։ Եթե քեզ ասեն ոնց կարաս ասես որ քո Աստված ամենաճիշտն է, այս մի բանը կարաս վերցնես մնացած բաների հետ։ Ասես իմ Աստված միակն է, որ ինձ սիրում է ու քեզ էլ է սիրում։ Իսկ քո Աստվածը քեզ չի սիրում։ Կամ էլ դու չես կարող ասել սիրում է թե չէ, բայց ես հաստատ գիտեմ իմ Աստված ինձ սիրում է։ Ամեն։ Այսօր ուզում եմ խոսեմ Աստծուն սիրողների մասին։ Գիտեք, մեր Աստված ինքը չի ուզում որ մենք մեր հավատքը հիմնված լինի օրինակ վախի վրա, օրինակ մարդ կա վախենում է որ մի բան իրան չլինի, դրա համար ուզում է Աստծուն հավատա։ Որովհետև կյանքը ինչքան գնում է, այս աշխարհը զարգանում է, ու շատ բաներ մարդիկ հասկանում են, որ իրանց հսկողության տակից դուրս է գալիս։ Շատ բաներ իրանք իրենց կյանքը չեն կարող հսկել, չգիտեն որ պահին ինչ կլինի, եւ այդ վախից ելնելով են ուզում հավատալ։ Ոմանք շահից ելնելով են ուզում Աստծուն հավատալ, որովհետև երբ որ դժվարանում է կյանքը, ու գիտեք լինում է որ ավետարանը քարոզում են այսպես. արի Աստծո մոտ ամեն բան լավ կլինի։ Սրելիս ավետարանը դա չէ, ավետարանը սա է. արի Տիրոջը հանձնիր քո կյանքը եւ կյանք կունենաս հավիտենական։ Ոչ թե ուղղակի գործերը լավ կլինի։ Գիտեք, շահից ելնելով հավատալը Աստծուն դա ճշմարիտ հավատք չի։ Վախից ելնելով հավատալը դա մեր հավատքը չի։ Գիտեք, ասում են, ես ինչ հավատացյալներ անուններ չտամ, օրը 5 անգամ աղոթում են։ Աղոթում են, որովհետև վախենում են, որ իրանց Աստված կպատժի իրանց։ Այո, մենք էլ ավելի շատ աղոթենք, չեմ ասում մենք չաղոթենք կամ քիչ աղոթենք, բայց մենք վախից ելնելով չենք դա անում, այլ մենք սիրուց ելնելով ենք անում։ Գիտեք, հետաքրքիր է նա որ այս աշխարհը շատ ժամանակ իրենց սերը, ասում են, սերը Աստված է, սերը Աստված չի, Աստված է սեր։ Որովհետև ամեն տեսակի սերը անգամ այս աշխարհը իր պիղծ սերը ասում է սեր է եւ Աստված, Աստվածացնում են իրենց սերը։ Կամ էլ լինում է Աստվածացնում են իրենց մարդկային սերը, ինչ որ մեկը իր երեխային այնքան շատ է սիրում, որ ասում է, այս իմ Աստվածն է։ Մարդիկ իրենց անձնական սերը կարող են Աստվածացնել։ Մի ուրիշ օրինակ բերեմ, երիտասարդները լինում է այնքան սիրահարվում են, որ դադարում են Աստծուն սիրել։ Ով հասկացավ ինչ ասի։ Գիտես, այնքան սիրահարվում են, որ դադարում են Աստծուն սիրել։ Ես հավատում եմ Աստծոց սիրահարվելը նա է, որ մեկը երիտասարդը ինչ որ մեկի վրա չամուսնացած նկատի ունի։ Սիրահարվում է, ինքը դրանով ավելի շատ է մոտենում Աստծուն, ոչ թե հեռանում Աստծուց։ Ամեն, ամեն երիտասարդներ։ Մեծահասակներ են ամեն ասում։ Ամուսնացածները։ Գիտեք, Աստծո նկատմամբ սերը մեր մեջ պետք է առավել լինի ցանկացած սիրուց մեր կյանքի մեջ։ Ես չեմ ասում երեխաներին չսիրենք, կնոջը ամուսնուն չսիրենք, ծնողներին չսիրենք, ոչ։ Աստծուն սիրելը պետք է առավել լինի ամեն ինչից։ Ամեն։ Ու գիտեք, ես նայեցի, որ հին ուխտում չես տեսնում միտեղ, որ ինչ որ մեկը Աստծուն ասի, ես քեզ սիրում եմ։ Միակը դա Դավիթն էր։ Այն էլ գրված է Սաղմոս 18-ում, Սաղմոս 18-ում ասում է սրտանց սիրում եմ քեզ, ով Տեր իմ Աստված։ Դավիթն է ասում։ Ես ձեզ կասեմ Քրիստոսով Աստծո հոգին եկել է մեր մեջ
Եվ Աստծո խոսքն ասում է Աստծո սերը Սուրբ Հոգով լցվեց մեր սրտերի մեջ։ Դրա համար էլ հին ուխտում եթե Դավիթն էր մենակ ասում, որ ես քեզ սիրում եմ, այսօր ես ու դու լցված ենք նրա հոգով, որ այդ սերը մեր միջից բխի։ Եվ մենք ասենք, Տեր, ես քեզ սիրում եմ։ Հիսուս, ես քեզ սիրում եմ։ Եվ չզլանանք այդ խոսքերից, որովհետև գիտեք, մեր Աստված սերը ինքը անսահման սիրել է մեզ, ու ինքն էլ ուզում է, որ դա փոխադարձ լինի։ Մեր Աստված իմիջիալոց առաջինը ինքն է սիրել մեզ։ Երբ որ մենք դեռ իրան չէինք ճանաչում, նա արդեն մեզ սիրել էր։ Երբ որ մենք դեռ մեր մեղքերի մեջ ենք, երբ որ դու քո մեղքերի մեջ ես, ինքը արդեն քեզ սիրում էր սիրելիս։ Ինքը արդեն իր որդուն տվել էր իմ ու քո համար։ Դրանից մեծ սեր չի կարող լինել, որ դու գիտես, որ քո կյանքը չի վերջանում, որովհետև քո Աստված ամեն բան արել է, որ դու հավիտենական կյանք ունենաս։ Դրա համար էլ, երբ որ ինքը ուզում է, որ մենք ասենք իրան, Տեր, սիրում եմ քեզ, դա նրա համար չի, որ ինքը դրա կարիք ունի, դա նրա համար է, որ ինքը ուզում է տեսնի մեր վերաբերմունքը իրան։ Ամեն։ Ամեն։ Երկրորդ անգամ, երբ որ նայում ես, որ ուղղակի ձևով ասեն, ես քեզ սիրում եմ, հիշում եք նոր կտակարանում Պետրոսն էր, ասես Տեր, դու գիտես, ես քեզ սիրում եմ։ Այն էլ Հիսուսը ուղղակի հարց տվեց իրան։ Հետաքրքիր էր, որ Հիսուսը նրան հարցնում էր, ասում էր. Պետրոս, դու ինձ սիրում ես։ Այդ սիրել բառը հունարենում նա ասում էր աստվածային սիրով սիրում ես։ Պետրոսը պատասխանում էր. Այո, Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, բայց ասում էր ընկերական սիրով եմ սիրում։ Երկրորդ անգամ հարցրեց, էլ ասեց աստվածային սիրով սիրում ես, ասեց ընկերական սիրով եմ սիրում։ Երրորդ անգամ այդ Պետրոսը, ես ինքը լավ, համառ, ասես բնավորության տեր մարդ էր Պետրոս, ինքը հեշտ լացող չէր։ Բայց երբ որ Հիսուսը երրորդ անգամ ասեց, դու ինձ սիրում ես, ինչի համար Պետրոսը լացեց, որովհետև երրորդ անգամ Հիսուսը նրան ասեց, Պետրոս, դու ինձ ընկերական սիրով ես սիրում։ Եվ Պետրոսը լացեց եւ ասեց, Տեր, ես քեզ սիրում եմ որպես Աստված։ Մենք կարդում ենք, Պետրոսը հեշտ լացող չէր, բայց նա հասկացավ, որ Հիսուսին չի կարելի վերաբերվել, որ ուղղակի, հա դե Հիսուս դու կաս։ Մենք ես գիտենք, հրաշքները տեսել ենք, դու զորավոր մեկն ես, դու Աստծո որդի ես, ընդունում եմ, այո, ես ինքս եմ ասել, որ դու ես Մեսիան Աստծո որդին, բայց Հիսուս ուզում էր տեսնի Պետրոսի մեջ այն սերը, որ դու սիրում ես նրան որպես Աստված։ Ինչու համար սիրելն ես, շատերը կան, ես ինքս այդ ձև եմ եղել, Աստծոց վախենում են, Աստծոն հավատում են, Աստծոց վախենում են։ Աստծո օրենքները անգամ ուզում են կատարել, Աստծո հանուն Աստծո ինչ-որ բաներ են ուզում անել, բայց մեկ այլ բան է, երբ որ դու նրան սիրում ես։ Դա ընդհանրապես ուրիշ բան է։ Գրես ճշմարիտ ապաշխարությունը, ճշմարիտ վերստին ծնվելը, մարդու փոխվելը գալիս է այն ժամանակ, երբ որ Աստծո հոգին գալիս է մարդու կյանքի մեջ մի գործ անում, որ դու արդեն ամենից առավել, ամեն ինչից առավել սիրում ես քո Տեր Աստծուն։ Քո կյանքից առավել սիրում ես Տեր Աստծուն։ Դրա համար էլ կյանքը տալիս ես Աստծուն, ասում ես, իմ կյանքը քոնն է։ Ես ես ձև եմ ապաշխարել, եկել եմ տուն, ասել եմ, Հիսուս, եթե դու ինձ համար քո կյանքը տվել ես, ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Ես բարձր ձայնով այդ պահին լսել եմ, որ մեկը ինձ ասեց, դու չգիտես քո կյանքի հետ ինչ կանի, ոնց ես կյանքդ տալիս իրան։ Ես շատ բարձր դա լսեցի։ Ես եկան բարձր լսեցի, ես գիտեմ, որ հիմա գիտեմ, որ դա սատանան էր, այն ժամանակ չէի հասկանում այդ ով է։ Բայց ես եկան բարձր դա լսեցի, որ այդքան բարձր է պատասխանեցի, ասեցի Հիսուս, իմ համար նշանակություն չունի ինչ կանես իմ կյանքի հետ։ Եթե դու քո կյանքը ինձ համար տվել ես, ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Եվ իմ կյանքը փոխվել է։ Մինչև դա ես Աստվածաշունչ կարդում էի, մոտ 5 տարի ես Աստվածաշունչ կարդում էի ամեն օր։ Իմ մոտ գրառումներ էլ էի անում։ Գնում էի եկեղեցի, ծոմերը պահում էի, տաճարներում էի, ես քահանաներ ունեի, որոնց հետ գնում էի խոսում էի, օգնում էի եկեղեցու, ամեն ինչ անում էի,
Գիտես, ես վախենում եի Աստծոց, ես հեռացել եի աշխարհի ճանապարհներից, ամեն ինչ անում եի, որ սխալներ չանեմ, բայց գիտես, երբ որ այդ պահը եկավ, իմ մեջ լցվեց Աստվածային սերը։ Այս սերը, որով ես սկսեցի սիրել նրան։ Ես գիտեմ ինչ եմ խոսում սիրելիներս։ Ես գիտեմ դա ինչ զգացմունք է, մինչև որ մարդը այդ զգացմունքը չի ունենում, ինքը ճշմարիտ ապաշխարած չի։ Միգուցե շատ խիստ եմ ասում սիրելիներս, այսօր նստած ենք այստեղ, եթե մենք գիտենք, որ Տիրոջը սիրում ենք, ամենաառաջի բանը մենք ասում ենք, ես քեզ սիրում եմ իմ կյանքից առավել։ Ես քեզ ոչ թե հավատացել եմ, որ իմ կյանքը լավացնես, այլ ես քեզ սիրում եմ, որ իմ կյանքից առավել է դա։ Իմ կյանքը լավ կլինի, վատ կլինի իմ չափանիշներով, թող քո ձեռքերի մեջ լինի, թող քոնը լինի, արա ինչ որ ուզում ես, արա ինձ հետ ինչ որ ուզում ես, ես քո փառքի համար եմ ուզում ապրեմ, ես դա է այդ սերն է, որ քեզ ստիպում է որ դա անես։ Ոչ թե հավատքը, ոչ թե Տիրոջից վախենալը, ոչ թե Աստծո խոսքը լավ իմանալը, ոչ թե ինչ որ բաներ անելը հանուն Աստծո, այլ Աստծո սերն է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ղուկաս 7 եկեք նայենք։ Ղուկաս 7 47 խոսքը։ Գիտես մի կին էր եկել Հիսուսի մոտ։ Հիշում եք, փարիսեցին կանչել էր Հիսուսին իրար տուն, այդ կինը մոտեցավ, արցունքները թափվում էր Հիսուսի ոտքերի վրա եւ մազերով սրբում էր եւ այդ փարիսեցին ասել, եթե ինքը մարգարե է, կիմանա, որ այս կինը շնացող մեկն է։ Բայց ես Հիսուսը նրան մի առակ բերեց եւ 47-րդ խոսքում ասեց. Դրա համար ասում եմ քեզ, սրա շատ մեղքերը իրեն թողված կլինեն, որովհետև շատ սիրեց, բայց որին որ քիչ կթողվի, նա քիչ կսիրե։ Գիտեք սիրելիներս Հիսուսը ինչ էր ասում։ Հիսուսը ուզում էր ասել, մինչև որ մարդը չգիտակցի, որ ինքը ներման կարիք ունի, ինքը չի կարող սիրել։ Մինչև որ դու չես գիտակցում, որ թե ինչ ա ներել քեզ Աստված, ինչից ա քեզ փրկել Աստված, դու չես կարող սիրել իրան։ Դու կիմանաս իր մասին, դու կհավատաս իր ասած խոսքերին, դու կտեսնես իր գործը, իր հրաշքները, գիտես, ամենավերջին մեղավորներն էլ Աստծո հրաշքները կարող են տեսնել, որովհետև նրանք ինչ որ ավտովթարի ենթարկվում են, ասում են, ես գիտեմ Աստված այնպես փրկի, կամ ասում են ինչ որ մի հատ ձեռք ինձ հանեց։ Բայց շարունակում է հետո մեղքերի մեջ ապրել։ Ինչու՞։ Որովհետև դեռ չի սիրում Տիրոջը։ Որովհետև դեռ կարիք չի զգում, որ փոխի իր կյանքը, կարիք չի զգում, որ իր մեղքերը ներված լինեն։ Կամ այս վերջերս էլի ժամանակ առ ժամանակ դες մարդիկ հանդիպում են, մեկը ասում է, դες փոքրուց է հավատացյալ եմ եղել։ Ուզում ասես փոխվելու կարիք չունեմ։ Այդ մարդուն ընդամենը մի հարց եմ ուզում տամ, դու սիրում ես Աստծուն։ Ինքը ասում է, ես հավատացել եմ, միշտ հավատացել եմ, խոսքնել եմ կարդում, բարի գործեր եմ անում, եկեղեցունել եմ օգնում, անգամ ասում եմ 10-րդնել եմ տալիս։ Ընդամենը մի հարց եմ ուզում տամ։ Այդ բոլորը անում ես, իսկ սիրում ես Աստծուն։ Դա է կարևոր սիրելին ես։ Սիրել Աստծուն առավել ամեն ինչից, ամեն ծառայությունից, ամեն բարի գործերից, ամեն Աստծո խոսքը լավ իմանալուց։ Գիտես փարիսեցիները Աստծո խոսքը լավ գիտեին, բայց սեր չկար իրանց մեջ։ Նրանք մարդկանց չէին սիրում։ Հիսուսը եկավ, զարմանում են Հիսուսի հետևից ինչ են գա, որովհետև նա կատարյալ սեր էր։ Ասում են, ես ինչ իմաստություն ունի, ուշադրություն են դարձնում։ Գիտեք, որ մենք շատը նայում ենք սրան, որ այո, Հիսուսի վրա գերբնական իմաստություն կար, դա այդպես էր, բայց գաղտնիքը, որ մարդիկ նրա հետևից գնում են, դա չէ, նրա կատարյալ սեր էր։ Կատարյալ սեր էր։ Այո, հրաշքի համար էլ են գնում, ասես դուք հաց տվեցի դրա համար եկաք, բայց ձգում էր նրանց։ Երբ որ բոլորը գայթակղվում են իր ասածից, ասում էր, իմ մարմինը պետք է ուտեք, իմ արյունը խմեք։ Շատերը գնացին աշակերտներին, ասեց, ուզում եք դուք գնացեք։ Ասեց, կյանքի խոսքեր ունես, ուր գնամ։ Գիտես, այդ սերն էր, այդ կյանքն էր, որ իրանից գալիս էր ու քաշում էր։ Այսօր եկեղեցի երբ որ մենք գալիս ենք, թող իր սերը մեզ քաշի սիրելիս։ Ոչ վախը, ոչ շահը, ոչ կարիքը, ոչ մի բան։ Իր սերը թող քաշի մեզ։ Այսօր երբ որ Աստծուն ուզում ենք ծառայենք, թող մեր պարտականությունը չստիպի մեզ, որ մենք ծառայենք, թող չստիպի մեզ այն, որ ինչ որ հովիվն է բան ասե կամ ծառայողներն են ասե մի բան անել,
այլ էներսի մեր սերը Աստծո հանդեպ, որ ես ուզում եմ քեզ ծառայեմ։ Ամեն։ Ու գիտես ինչքան շատ ես գիտակցում, ինչքան մեծ բաներ է քեզ ներել Աստված, այդքան ավելի շատ է սիրարվում իր վրա։ Որովհետև հենց ամենասկզբից դու դա ես գիտակցում, որովհետև դու դեռ Աստծուն չես ճանաչում, բայց գիտես կա մեկը, որ քեզ սիրել է եւ քո մեղքերի համար մահացել է, որ քեզ ների։ Ու դրանից հետո սկսում է կյանքը, որովհետև սերը Աստվածային դա բնական է, դա արհեստական չի, որ դու սենց ասես դե թող մի երկու հատ կնոպկա վրես ծխմի ու ես սիրեմ իրան։ Չի լինում այդպես, դա կյանքի ընթացքում է, բայց ամենաբուն հիմքը սիրո սա է, ես գիտեմ ինձ ինչեր է ներել ինքը։ Ես գիտեմ ինչից է ինձ փրկել։ Ես գիտեմ ինչ արել ինքը ինձ համար։ Դրա համար էլ ես իրան սիրում եմ։ Ամեն։ Ոչ թե մենք այդքան լավ հավատք ունենք, լավ մարդիկ ենք, որ նվիրեցինք մեզ Աստծուն, այդ սիրում ենք նրան։ Ու Աստված էլ սիրելն ես ուզում է, որ մենք իրան ասենք, ես քեզ սիրում եմ։ Ես քեզ սիրում եմ։ Այդ ձևով ես ապաշխարել եմ, բայց ես դրանից հետո հասկանում եմ, որ իմ մարդկային անձը մեկ-մեկ որ ուզում է ասել ես քեզ սիրում եմ, թույլ չէր տալ այդ բառերը ասել։ Գիտեք, մեր անձը անգամ այդ բառերից, որ ես քեզ սիրում եմ, էլի է կոտրվում Աստծո առաջ։ Նորից է կոտրվում Աստծո առաջ։ Ես չեմ տեսել մի մարդ, որը հավատում է Աստծուն, բայց լիովին չի ապաշխարել, որ ինքը լիաթոք կարենա ասի Տեր ես քեզ սիրում եմ։ Բայց տեսել եմ մարդիկ, ովքեր գիտես նոր են եկել, բայց կատարյալ ապաշխարել են, նրանք միայն ուզում են ասել Հիսուս ես քեզ սիրում եմ, Տեր իմ Աստված ես քեզ սիրում եմ։ Չգիտեմ ոնց եմ սրանից հետո ապրելու, հավատացյալ ոնց եմ լինելու, ընկերներից ոնց եմ թողնելու, այս շրջապատից ոնց եմ ասելու, բայց ես քեզ սիրում եմ։ Ամեն։ Ամեն։ Գիտես այդ ասելը, գիտես այն որ դու ասում ես քո հետ հարաբերությունները այնքան են իմ սիրտը գրավել, Տեր իմ Աստված, որ ես էլ չեմ կարող քեզ մոռանալ, կամ ուրանալ, կամ դավաճանել, կամ չուզենամ քեզ հաճեցնեմ։ Ոնց եք մտածում, ինչու ամուսինը կնոջը չի դավաճանի, որովհետև ամոթ, հա։ Մարդիկ ինչ կասեն։ Միակ պատճառը մարդկային ճշմարիտ, որ ամուսինը կնոջը չի դավաճանել, դա սերն է։ Ամուր հիմքը դա սերն է։ Աստծո հետ առավել ևս։ Աստծուն օրենքը մենք ուզում ենք կատարենք ոչ թե նրա պատճառով, որ մեզ հետ վատ բան կլինի, որովհետև ասում եմ, մեղքի վարձքը մահ է։ Այո, մեղքի վարձքը մահ է։ Բայց մեր հիմքը, որ ուզում ենք իրան հաճեցնենք, չդավաճանենք իրան, իր ասածներ անենք, հաճեցնենք իրան, սերն է։ Ու մենք սրան պետք է ուշադիր լինենք, սիրելիներ, չկորցնենք այդ սերը։ Ես դες մի բան եք ասել։ Անկամ եթե դու կարող ես ուզենաս Աստծո համար շատ բաներ անես, բայց Աստծո հանդեպ սերը ծառի, ավելի լավ է հետ արի մի հատ։ Դադարի ամեն ինչ անել, հարաբերություններդ Աստծո հետ մի հատ ուղղի, նոր ավելի շատ կանես։ Ծառայության մեջի հարաբերությունները թող առիթ չլինեն, որ Աստծո սերը մեր մեջից կորի։ Խնդիրները եկեղեցում է կարող են խնդիրներ լինել։ Գիտես ինչու՞։ Որովհետև բոլորն են իմ ու քո նման մարդ են։ Չէ՞։ Կարող են խնդիրներ լինել, բայց դա չի կարող ստիպել, որ իմ սերը Աստծո հանդեպ սառի։ Պրոբլեմներ կարող են լինել իմ կյանքի մեջ, դա չի կարող ստիպել, որ իմ սերը Աստծո հանդեպ սառի, ես պետքա թույլ չտամ դա։ Դա կուզենա ստիպի ինձ, դա կուզենա փոխի իմ ներսը, որ ես սառեմ արդեն եւ այդքան էլ Աստծո համար ասես կրակոտ չլինեմ, որ իր համար ապրեմ, բայց դրա մեջ կյանք չկա, կյանքը նրա մեջ է։ Կյանքը Հիսուսի մեջ է, սիրելիներ, մենք նրան պետքա պաշտենք։ Նայեք Հովհաննես 14, ինչ է ասում Հիսուսը։ Հովհաննես 14, 15-րդ խոսքը։
Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք։ Առաջի հերթին սա է նշանակում։ Եթե ես իրան սիրում եմ, դա ապացուցում է նրանով, որ ես իր պատվիրանքները պահում եմ։ Բայց մյուս կողմից գիտես սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե ես ուզում եմ իր պատվիրանքները պահեմ, ես պետք է նրան սիրեմ։ Առանց սիրու հավատացեք, դա տառապանք է նրա պատվիրանքները պահելը։ Դրա համար շատ աշխարհիկ մարդիկ նայում են մեզ, ասում են, վայ, ինչ մեղք են, իրանց սրանից են զրկե, այս չեն անում, այն չեն անում։ Հենց գիտեն մենք տանջվում ենք։ Այդ պատմել եմ, որ Հայաստան մի հատ կոնֆետ էի առնում։ Դե չէ, պատմել եմ։ Գիտես, ու եղել է, որ ես նոր եմ աշխարհի ասում են, նորմալ տղա էր, ես ինչ եղար։ Այսինքն ուզում են ասեն դու տանջվում ես արդեն։ Գիտեք, իրանք չեն հասկանում, որ այդ օրենքը ոչ թե սահմանափակում է մեզ, այլ այդ օրենքը դնողը մեր սրտի մեջ է։ Իրանք չեն հասկանում դա, որովհետև օրենքը արդեն մեր ներսից է բխում, ոչ թե մեզ սահմանափակում է։ Ո՞վ է հասկանում ինչ եմ ասի։ Գիտես, եւ դու ուրախ ես դրա մեջ լինել, ընդհակառակը տխրում ես, երբ որ դու դրանից դուրս ես գալիս։ Ապաշխարում ես, երբ որ դու դրանից դուրս ես մնում։ Բայց դու կյանք ես ապրում եւ դու այնքան կյանք ունես, որ դու ուրախ ես, որ նրա պատվիրանները պահում ես, բայց դա որտեղից է գալիս։ Ոչ թե որ դու Աստծուց վախենում ես միայն, դա էլ է ճիշտ, հա, այո, Աստծո վախը իմաստություն է տալիս։ Ոչ թե դու իր խոսքը գիտես, ոչ թե դու, չգիտեմ, որոշել ես իրան, ծառայես եւ այլն, չէ, բուն իմաստը սա է։ Աստված քո մեջ է, ինքը սեր է եւ դու սիրում ես իրան։ Ամեն։ Դու իր այդ մեկ ես։ Դու չես կարող իրան դավաճանել, ոնց որ ամուսինը կնոջ հետ մեկ է, ոնց կարող ամուսինը կամ կինը դավաճանի, դա հնարավոր բան չի, Աստծո աչքերի առաջ դա հնարավոր բան չի։ Բաժանությունը դա հնարավոր բան չի։ Աստծո առաջ, որովհետև Աստված եթե մեկ դարձնում, ասում է մեկ է, վերջ։ Եթե մենք իր այդ մեկ ենք, դրա պատճառով էլ չենք ուզում իրան դավաճանել։ Ամեն։ Փառք Աստծո, եկեք հաջորդ տեղը նայենք, 2 Կորինթացիս 5-րդ գլուխ։ 14 խոսքից։ Որովհետև Քրիստոսի սերը ինչը Քրիստոսի սերը ստիպում է մեզ, որ սա ենք միտք անում, թե եթե մեկն ամենի տեղ մեռա, ուրեմն ամենը մեռած են։ Եվ ամենի համար մեռա, որ կենդանի լինողները այլևս ոչ թե իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նրա համար, որ իրանց համար մեռավ եւ հարություն արավ։ Քրիստոսին հավատալը բերում է փրկության ճանապարհի մեջ կանգնեցնում։ Բայց Քրիստոսին նվիրվելը միայն նրան սիրելով է լինում սիրելես։ Դա համոզելով չի, դա գաղափարով չի։ Այո, փրկություն ասում է, ով որ հավատաց նրան կփրկվի։ Փրկությունը նրան հավատալով է։ Բայց որպեսզի նրան նվիրվես, միակ պատճառը, որ քեզ կստիպի նրա համար ապրես, այս խոսքը ասում է, դա սերն է, Քրիստոսի սերը։ Այն սերը, որով քեզ սիրեց, որը քո մեջ դու հասկացար, գիտակցեցիր, նախ եւ առաջի բանը գիտակցեցիր, որ ինչքան բան է ինքը քեզ համար արել, որ դու ներված լինես, եւ դրա հիմքի վրա սկսում ես նրա հետ հարաբերություններ ունենալ, եւ դու դրա մեջ ապրում ես, եւ դու երջանիկ ես դրանով։ Ես լինում է, որ հավատացյալները լինում, այնքան տանջվում են հավատացյալ լինելուց։ Այսպես քարքաշ ոտքերով sense հավատացյալներ են։ Հոգնած հավատացյալներ։ Ոչ սիրելնես, եթե մեկը Աստծուն սիրում է, ինքը կյանքում չի հոգնի։ Դու տեսել ես մեկը սիրահարված լինի ու ասի լավ է, հավես չունեմ գնամ տենալու իրա։ Կամ ասի լավ է, հավես չունեմ իրա վրա ծախսանեմ։ Չէ, սիրահարվածը պատրաստ է, վազի, ես առաջի անգամ սիրահարվել եմ, երևի առաջի թե երկրորդ դասարանում էր։ Գիտես ինչ էի անում, այդ աղջիկը իրանց հարկը Վանաձորի բարձրահարկ շենքերից էր ու 11-րդ թե 12-րդ հարկն էր։ Գնում է իր տունը կանգնում է էս, իբր թե ինքը նայելու է։
Ոչ նայելու է, ոչ գիտի, որ ես եկել եմ այդտեղ։ Բայց ես գալիս եմ կանգնում եմ։ Այնքան որ գիտեմ, որ կարող է հույս կա, որ ինքը մի հատ պատուհանից նայ, դե պարզ չի, ներքև քեզ կտեսնի թե ոչ։ Ես սերը այդ ձևի բանա, որ սերը ինքը վազում է, իրան պետք չի ասել, այդտեղ հալա մի հատ գնա, դա տես ինչ ես անում։ Սերը ասում է, ես վсё, էլ կյանք չունեմ, լրիվ ամբողջ ուշադրությունս իրա վրա է, ես ինչ ունեմ, չունեմ, դրա վրա եմ ուզում ծախսել։ Մի քնել այդ քնելն էլ նորմալ չեմ կարող քնել։ Սերը այդ ձևի բան է, որովհետև մտածում ես էլի իր մասին։ Ես Դավիթը դրա համար ասում իմ քնած ժամանակ էլ ես ինձ սովորեցնում։ Չէ, անքնությունը լավ բան չի։ Ես ուրիշ բանի մասին եմ խոսում։ Որ դու տարված ես այդ սիրով, դու ասում ես սերը Քրիստոսի ստիպում ա մեզ, որ սա ենք հասկանում, որ եթե նա մեռավ, ուրեմն ես ով եմ, որ ինձ համար ապրեմ, ես մեռած եմ։ Եվ ուզում եմ ապրեմ նրա համար, ով որ ինձ համար մեռավ ու հարություն առավ։ Այս խոսքը դրա մասին է սիրելիներս։ Ես որ ապաշխարել եմ, սա ամենահիմնական խոսքերից է եղել, որ Աստված ցույց ա տվել, թե ինձ հետ ինչ կատարվեց։ Որովհետև երբ որ դու ապաշխարում ես, դու չես հասկանում ինչա քո հետ կատարվել, մինչև վերջ, դեռ չես հասկանում, բայց գիտես մի բան, որ դու արդեն ուրիշ մարդ ես։ Ձեզ մի բան էլ ասեմ, Աստծո սիրողները դա նրանք են, ովքեր լրիվ ուրիշ մարդ են դառել։ Նրանք առաջ ուրիշ բաներ են սիրում, ուրիշ բաներ ավելի մեծ դեր խաղում իրանց կյանքի մեջ։ Բայց այն մարդը, որ ուղղակի հավատացյալ է, բայց Աստծուն չի սիրում, սիրելիս ես չեմ ուզում հավատամ մի Աստծո, որի չեմ սիրելու։ Չեմ ուզում ստիպված հավատամ, չեմ ուզում հավատամ մեկի, որը ինձ ասում է, այս արա, այս մի անի։ Ես ուզում եմ հավատամ մեկին, որին գիտեմ, որ ինքը ինձ սիրել է, եւ ես էլ իրան ուզում եմ սիրեմ։ Ինչ էլ ուզում ա լինի, ես ուզում եմ նրա կատարյալ սերը իմ մեջ լինի։ Ամեն սիրելիներս, չկա ավելի մեծ սեր, քան նրա սերը։ Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, որ դու զգում ես քո մեջ նրա սերը։ Փառք մեր Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Ինչով է տարբերում Աստծուն սիրելը եւ Աստծուն հավատալով լավ զգացմունքներ ունենալը, էմոցիոնալ բաները։ Սրանով սիրելիներս, մարդ կարող է տպավորվել եկեղեցու մթնոլորտից, փառաբանության մթնոլորտից, խոսքից, կարող է տպավորվել մարդկանցից հավատացյալ։ Իրան կարող է դա դուր գալ։ Օրինակ, ես տեսել եմ մարդիկ, որ ասում են, բա ոնց որոշեցիր գաս, ասում է, գիտես, այնքան լավ եմ ինձ ստեղ զգում։ Գիտես, այդ էմոցիոնալ բաները իրանք անցողիկ են։ Բայց Աստծո սիրողները իրանք չեն գալիս էմոցիայի համար։ Իրանք գալիս են հանդիպելու իրենց սիրած անձնավորության հետ, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Իրանց համար տարբերություն չկա, գիտես, թե այսօր ով քարոզեց, կարևոր Աստծո խոսքն է։ Իրանց համար տարբերություն չկա, ինչ երգ երգեցին։ Անգամ այդ երգը կարող է քո սիրած ստիլով չի, դու ռոք էն ռոլ ես սիրում։ Ինչ ձևով է ուզում ա երգեն, ես ուզում եմ Աստծոն փառաբանել։ Ով ուզում ա խոսա, ես ուզում եմ Աստծո խոսքը լսել։ Ես ուզում եմ Աստծո խոսքից բաներ վերցնել։ Ես ուզում եմ Աստծո խոսքը իմ հետ խոսա, ես ուզում եմ գամ Աստծո տուն ու Աստված իմ հետ խոսա, որովհետև իմ սիրած անձնավորությունն է։ Ոչ թե ես ուզում եմ մի նոր բան ստանալ, գիտես, Պողոսը ասում է, Աթենքում մարդիկ են ասում, կրետացիներ են ասում, մի նոր բան են միշտ ուզում։ Գիտես, տենց հավատացյալներ կան, մի նոր բան են միշտ ուզում։ Սիրելիս, մի նոր բան չկա։ Այս Աստվածաշունչը, Աստծո խոսքը հին խոսք է, նույն խոսքն է։ Աստված նույնն է, երեք այսօր եւ հավիտյան։ Հիսուսը նույնն է։ Մի նոր բան փնտրելու համար մենք չենք գալ, մի նոր զգացմունքի, մի նոր էմոցիայի, մի նոր, եսեմ ինչ, գիտության։ Մարդը հարցում ես, ասում ես, Աստվածաշնչյան դպրոց սովորում ես, ասում հա, դուրդ գալիս է, ասում հա, լիքը լավ ինֆորմացիա կա։ Մարդը կա հարցում ես Աստվածաշնչյան դպրոցը դուրդ գալիս, ասում է, լսի կյանքս փոխվել է։
տարբեր բաներ է, մարդ կա ուզում է իր գիտելիքով պատկերացնի հավատքը, իր էմոցիաներով, դե այսօր այդքան է հավես չէր եկեղեցու։ Ինչը չէր հավես։ Աստված։ Մի օր հավես է Աստված, մի օր հավես չի։ Այդ էմոցիաներն Աստծո սիրահարվածը, Աստծո վրա սիրահարվածը ինքը չի մտածում դրա մասին։ Ինքը մտածում է Աստծո մասին, ինքը մտածում է Աստծոն եմ ուզում, Աստծո ուզում եմ վերապրեմ Աստծոն, ուզում եմ Աստված այսօր ինձ լցնի։ Ուզում եմ իր խոսքը կերակրի ինձ, ուզում եմ իր խոսքը վերցնեմ դրանով ապրեմ։ Ուզում եմ կյանքից մեջ իրան տենամ, ոչ թե որ կյանքից հարցերը լուծվի, այլ ուզում եմ ինքը իմ հետ լինի, վերջ։ Սիրելիս ինքը որ քո հետ է, մնացածը լուծվելու է։ Հարցը դա չի, բայց ո՞րն է մեր նպատակը։ Թող փոխվի մեր նպատակը, թող միշտ մնա այդ նպատակը, որ մենք Աստծուն սիրում ենք ու դա է մեր հիմքը։ Իրենց լինում է, որ երբ որ դու Աստծուն սիրում ես ոչ թե էմոցիոնալ ձևով, այլ իրապես սիրում ես, կյանքումդ կարող է բաներ կատարվի, դու չհասկանաս։ Կարող է բաներ կատարվի, դու չսպասես դրանք, այս կյանքը այնքան անսպասելի, անգամ դժբախտություններ կարա բերի։ Բայց երբ որ դու Աստծուն սիրում ես, այո, դու հնարավոր է իրան հարցնես, ասես, բա ինչի եղավ այս բանը, բա ինչի այս բանը չարեցիր, օրինակ։ Բայց երբ որ դու իրան սիրում ես, դու հիմնված չես դրա վրա, թե ինքը ինչ արեց կամ ինչ չարեց։ Մենք դրա վրա հիմնված չենք։ Ես Աստված էլ նայում ասում է, ես քեզ սիրել եմ անպայմանական սիրով։ Դու որ մեղքերիդ մեջ ես եղել, ես քեզ սիրել եմ, սպասել եմ քեզ։ Իսկ այդ ո՞նց եղավ, որ ես քեզ անպայմանական սիրում եմ, բայց դու ինձ ուզում ես պայմաններով սիրես։ Մենք մեր Աստծուն պայմաններով չի որ սիրում ենք։ Այս կանես կսիրեմ։ Եթե ես չանես, էլ չեմ սիրի։ Դա սեր չի։ Դրա համար այդ միտքը, այո, Աստծուն անկեղծ հարց տալը, քո սիրած անձնավորությանը հարց տալը, դա նորմալ է, բայց երբ որ ես իրան ուզում եմ հարցնեմ, կարծես թե այդ է քո սերը։ Թող այդպիսի հարցերը գնան մեզանից ու դու կտեսնես, որ մեկ է ինքը քեզ բոլորից շատ է սիրում։ Մեկ է ինքը քեզանից ավելի շատ է սիրում։ Քեզանից ավելի շատ է քո համար հոգ տան։ Գիտես ինչի համար եմ ասում, որովհետև հայտնի խոսք կա, որ ուզում եմ այսօր կարդամ, Հռոմեացիս 8 28 խոսքը։ Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարի։ Չի ասում Աստծուն հավատացողներին, չի ասում Աստծուն վախեցողներին։ Աստծուն հավատալը դա է սկիզբը։ Աստծոց վախենալը դա է իմաստության սկիզբը։ Բայց Աստծուն սիրողներն են, որ ոչ թե հավատում են, այլ գիտեն։ Ասում եմ գիտենք։ Գիտեն, որ ինչ էլ ուզում է լինի, դեպի բարիին գործակից է։ Այս աշխարհը ասում է, դե ինչ է լինում է դեպի բարին։ Իրանք չգիտեն ինչ են ասում։ Իրանք իրանց մխիթարում են։ Ովքեր որ Աստծուն ուղակի ասում են, դե ես էլ եմ հավատում Աստծուն, ասում են ամեն բան դեպի բարին է, իրանք չգիտեն ինչ են խոսում։ Իրանք պրոստը մխիթարում են, իրանք չգիտեն ինչ է լինելու։ Բայց Աստծուն սիրողը վստահ է, ինքը գիտի։ Գիտեք, գիտենալը հավատքից ավելի բարձր է։ Ինչու՞։ Որովհետև հավատալը դա նա է, որ դու հավատում ես, որ կտեսնես։ Գիտենալը դա նա է, որ դու հավատացել ես, տեսել ես եւ դու գիտես։ Դու տեսել ես, որ ամեն ինչ լավ է քո կյանքի մեջ։ Ինչ էլ եղել է դեպի բարիին գործակից է եղել։ Դրա համար դու գիտես, հիմա էլ ինչ որ կատարվում է, դեպի բարիին գործակից է լինել։ Դու չես հավատում, դու արդեն գիտես։ Ով հասկացավ ինչ ասեցի։ Դրա համար գիտեցածը, իմացածը դա այն հավատքն է, որը դու արդեն տեսել ես, դու դրա համար գիտես։ Ամեն։ Ամեն։ Հավատալ Աստծուն, դա նույն բանն է, ոնց որ ասեմ, հավատում եմ Աստծուն եւ ասեմ ճանաչում եմ Աստծուն։ Ճանաչելը առավել անգամ հավատալ։ Դու հավատում ես, որ տեսնես, հավատում ես, որ կտեսնես, բայց հիմա դու ճանաչում ես, որ նա որ դու հավատում ես, նա հավատարիմ է։ Նա երբեք չի թողնում։ Նա միշտ բարի է։
Նա երբեք չի ուշանում։ Դու գիտես դա։ Ու ամեն ինչը դեպի բարիի գործակից է լինելու։ Այդ ձևի մարդկանց համար սիրելիներս, անգամ մարդը ինքն է որոշումներ կայացնում, շարունակում Աստծուն սիրել։ Ես հավատում եմ, որ Աստված այդպիսի մարդկանց կյանքի մեջ շատ բաներ թողում է, որ այդ մարդիկ որոշեն, որովհետև գիտի մեկ այդ մարդիկ իրան են սիրում։ Գիտեք դա ինչի է նման, որ բաներ կա քո կյանքի մեջ, որ դու ուզում ես անես, կամ օրինակ ինչ-որ մի տեղ ես ուզում գնաս։ Ու դու ասում ես, Տեր Աստված, ո՞րն է քո կամքը։ Այո, Աստված կարող է ասի, Աստված կարող է ցույց տա, բայց բաները կա, ինքը ասում է, դից իր կողմից կարելի է ասեմ, ինքը ասում է, մենակ ինձ սիրի, քո որոշումների մեջ ես թույլ չեմ տա դու շփոթվես։ Ես խառնվեմ, հենց տեսնեմ ուրիշ ուղղությունով ես գնում։ Դրա համար երբ որ դու գիտես, որ բան կա, որ դու դրա մեջ գնում ես ու Աստծո սերը ներսիցը չի պակասում, իմացի Աստված հսկողության տակ է պահում ամեն բան։ Ես գաղտնիք եմ ասում, չասես ոչ մի։ Երբ որ դու գիտես ներսդ այդ խաղաղությունն է Աստծո սերն է, այդ Աստծո կյանքն է բխում, ու դու ընթացքի մեջ ես ուզում աշխատանքներ լինի, ուզում ինչ-որ ընթաց ծրագրեր լինի, ցրելես հենց դրա մեջ իմացի, որ Աստված քեզ թույլ չի տա դու շփոթվես։ Ինքը քեզ շատ է սիրում։ Սիրող անձնավորությունը թույլ չի տա, որ դու շեղվես, տեսնի, գնում ես վատ տեղ ու քեզ չկանգնեցնի։ Բայց եթե դու իրան չես սիրում, ես մարդը, երբ որ իրան չի սիրում, թույլ չի տալի, որ Աստված խառնվի իր կյանքի մեջ։ Ես բան եմ ասում ձեզ։ Իսկ սիրողը ասում է Տեր Աստված, բաներ եկա կարող է, ես չգիտեմ հիմա դու ոնց ես ուզում, բայց ես որոշում եմ, բայց ես գիտեմ, որ այդ հսկողը դու ես։ Ինչ որ քեզանից է թող կատարվի, ինչ որ քեզանից չի թող չկատարվի։ Ամեն։ Դրա համար, օրինակ գիտես, երբ որ երիտասարդները սիրահարվում են, ինձ հարցում են, ասում են, չգիտեմ, Աստծո կամքն է թե չէ։ Առաջի բաներից, որ ես ուզում եմ իրանց մեջ տեսնեմ, ու իրանք էլ որ տեսնեն։ Արդյոք իրանց հարաբերությունների մեջ, ինչ սկսել են հարաբերությունները, իրանց սերը Աստծո հանդեպ մարել է, թե ավելացել է։ Դա շատ կարևոր է։ Այս աշխարհը գիտեք, չէ՞ ինչ է ասում։ Աշխարհն է ասում տենց։ Չէ՞ ասում, լյուբով զլա, չէ՞, полюбишь-ка зла։ Այս աշխարհում է ձև է, իրանք կարան շատ է շփոթվեն։ Ամուսնանան մեկի վրա, ով որ իրանց ասածն է։ Բայց ես քեզ ասում եմ, երիտասարդ, եթե Աստծուն սիրես, սխալ չես սիրահարվի։ Եթե Աստծուն սիրում ա մեկը, նա սխալ չի սիրահարվի։ Ամեն։ Գիտես, եկել է ժամանակ, ես հավատում եմ, որ երբ որ մենք Աստծո հանդեպ մեր սերը ցուցաբերում ենք մեր ներսից, դա միայն շուրթերով չի, բայց շուրթերով էլ է կարևոր։ Ես նորից եմ ասում, մեր անձը միշտ հպատակվում է Աստծուն, երբ որ մենք ասում ենք Տեր, ես քեզ եմ սիրում։ Կյանքումդ մի բան անում, ասում ես Տեր, մեկ է ես քեզ սիրում։ Ամեն։ Ինչ որ մի լավ բան անում կյանքիդ մեջ, ասում ես Տեր, ես քեզ եմ սիրում։ Ինչ որ ուրախություն, ինչ որ տխրություն, ինչ որ անհաջողություն կամ հաջողություն, ասում ես Տեր, ես քեզ եմ սիրում։ Ես հավատում եմ, որ այդպիսի վերաբերմունքը մեր կյանքի մեջ բերելու է նրա միջամտությունը ու փոփոխությունները սիրելիներս։ Ամեն։ Փառք Աստծուն։ Վերջինը ուզում եմ մի տեղ կարդամ Սաղմոսից։ Սաղմոս 91 14-րդ խոսքից։ Ասում է, որովհետև նա ինձ ցանկացավ, եւ ես կփրկեմ նրան։ Ես բարձր կանեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Մի ուրիշ թարգմանության մեջ գիտեք ոնց է գրված։ Ասում է, քանի որ նա իր սերը ինձ տվեց, ոչ թե նա ինձ հաճեցավ,
Այդ ուրիշ թարգմանության մեջ իմիջիայլոց անգլերենում էլ այդպես գրած։ Քանի որ նա իր սերը ինձ տվեց, ես նրան կփրկեմ, բարձր կանեմ, որովհետև նա իմ անունը ճանաչում է։ Ոչ թե նա ինձ հավատում է, այլ նա իմ անունը ճանաչում է։ Ու տեսեք շարունակում ասում է, այդ ձևի մարդկանց մասին է խոսում, ովքեր իրանց սերը Աստծուն են տվել։ Նա կկանչի դեպի ինձ եւ ես կլսեմ նրան։ Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ։ Լինում ասում ենք, Տեր, որ դու իմ հետ ես, բայց ինչի նեղություն եկա, ասում է, նեղությունը որ գայլ մեկա դրա մեջ էլ եմ քո հետ լինելու։ Քո դժվարության մեջ ինքը քո հետ գալու է։ Կապրեցնեմ նրան, փառավոր կանեմ նրան։ Աստված չի վախենում փառավոր անել նրանց, ովքեր իրան սիրում են։ Ովքեր որ ուզում են իրանք իրանցով փառավորվեն, Աստված ասում է, ով որ իր փառքը մանկա, նա խայտարակ է լինելու։ Հպարտությունից առաջ գնում է անկումը։ Անկումից առաջ գնում է հպարտությունը։ Բայց ով որ Աստծուն է սիրում, Աստված ասում է, ես նրան փառավոր կանեմ։ Գիտես ինչ է, որովհետև գիտի, որ փառավոր արեց, այդ փառքը իրան է տալու։ Ում է տալու, իրան է տալու։ Դրա համար այդ ձևի մարդկանց Աստված ուզում է բարձրացնի, 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 բարձրացնի։ Ու ինքն է բարձրացնում, ոչ թե մարդը ինքը իրան։ Աստված է բարձրացնում։ Եվ հետո ասում է 16-րդ խոսքը. երկար օրերով կկշտացնեմ նրան։ Եվ իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Ամեն։ Ես մենք նայում ենք Աստվածաշնչում մարդիկ Դավիթը, Հակոբը, Հոբը, այդքան տառապանքից հետո ասում նրանք օրերից կշտացան։ Աստծո սիրողների համար այս կյանքը հոգնեցնող չի։ Նրանք ապրում են ու ապրում են ու ապրում են ու մի օր այնքան են կշտացած լինում, որ էլ անելու բան չունեն այստեղ, Աստված իրենց տանում։